Բարի լույս ձեզ, հարգելի հայրենակիցներ, գործընկերներ, երեկ էստեղ քննարկումներ եղան ֆինանսա-բյուջետային հանձնաժողովի նախագահի տեխնացիան ժամանակ եւ հնչեցին մի քանի քաղաքական հարցադրումներ, որոնց ի թիվս նաեւ ֆինանսա-բյուջետային որոշակի բաղադրիչների կուզեի անդրադառնալ։ Քաղաքականության մեջ երբեմն շատ հեշտ է խոսել պատմության, անցյալի եւ ուրիշների պատասխանատվության մասին։ Շատ ավելի դժվար է սեփական պատասխանատվության մասին խոսելը։ Այստեղ խոսակցություն գնաց քաղաքական միգրացիայի, կուսակցությունների փոփոխության, տարբեր քաղաքական թևերում մարդկանց հայտնվելու մասին։ Եթե չեմ սխալվում, խորհրդարանի պատգամավորներից մեկը վերջերս իր ելույթում օրինակ բերեց Ուինստոն Չերչիլին, եթե չեմ սխալվում, եւ կարծես թե ասում է, որ նա իր քաղաքական իդեալն է, այսպես կարելի ասել։ Իդեպ քաղաքական մտքի ամենամեծ տրանսֆորմացիան հենց Ուինստոն Չերչիլին է պատկանում, երբ որ կոնսերվատիզմից քայլ է կատարել դեպի լիբերալիզմ։ Այսինքն ինքն իրենով կուսակցություն փոխելը, այս կամ այն թևում հայտնվելը պարզավելի արարք չէ, եթե դրա տակ չկա դավաճանություն, եթե դրա տակ չկա իշխանափոխություն, եթե դրա տակ չկա այլ շահադիտական նպատակ։ Հիմա քաղաքական պատասխանատվության մասին։ Երեք պարոն Ռուբինյանը այստեղ հռետորական հարց հնչեցրեց Տուրգենևյան մոտիվներով հայրերի եւ որդիների պատասխանատվության մասին։ Պատասխանատվությունը ինքնին այդ դեպքում պարտադիր չէ, բայց երևի թե գովելի է, եթե քաղաքական հետագծի մասին է պատասխանատվությունը, օրինակ մեր խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը մեծ պատվով եւ ծանրակշիռ փաստարկներով պատասխանատվություն է տանում իր հոր քաղաքական անցյալի համար, որ շատ ընկալելի է, բայց կան մարդիկ, ովքեր նույնիսկ իրենց արարքների համար չեն պատասխանատվություն կրում։ Օրինակ, ես պատասխանատու եմ իմ անցյալի, իմ ապրածի համար։ Հարց հնչեց, թե նախորդ իշխանությունների համար ովքեր են պատասխանատվություն կրում։ Ընդհանրապես ցանկացած ձախողված, հեռացող իշխանության համար մեծ առումով քաղաքական պատասխանատվություն կրում են քաղաքական առաջնորդները, այս դեպքում իշխանությունից հեռացվելու եւ նաև հետագայում ներողություն խնդրելու իմաստով։ Իսկ ինչ վերաբերում է քրեաիրավական պատասխանատվությանը, ապա մեր երկրում եւ ընդհանրապես առաջադեմ աշխարհի երկրներում այն անհատականացված է, վաղուց համապարտ պատասխանատվության համակարգը չի գործում։ Բայց մարդը կարող է նաև ներկայումս, օրինակ քաղաքական իշխանությունը, կարծում եմ, ներկայումս ոչ թե թողնենք ապագային, որ իշխանազրկումից հետո պատասխանատվության մասին խոսք գնա, այլ ներկայիս քաղաքական իրավիճակի, քաղաքական համակարգի, ձախողումների, կադրային սխալ նշանակումների, վարած սխալ քաղաքականության առումով կարծում եմ հնդածս կարելի է նաև պատասխանատվություն կրել ներկայի համար։ Ինչ վերաբերվում էր ինձ, այո, ես զբաղեցրել եմ պաշտոն, ես ղեկավարել եմ քաղաք եւ իմ ղեկավարման տարիների համար կրում եմ պատասխանատվություն։ Իսկ այդ պատասխանատվության գնահատականը ինձ տվել է ժողովուրդը 21 թվականին, առավելապես ինձ ձայներ տալով ընտրություններին։ Իդեպ, երբ որ խոսվում է մարդկանց կուսակցականության, քաղաքական անցյալի, ներկայի մասին, ես ուզում եմ ընդամենը հիշեցնել այստեղ հավաքված մեր գործընկերներին ու նաև մեր հայրենակիցներին, որ մեղադրելի չէ այն արարքը, երբ մարդը աշխատել է իր պաշտոնում, ղեկավարել է իրեն վստահված քաղաքացիների կողմից վստահված քաղաքը, եւ իդեպ նաև նշեմ, եթե ինձ խայթելու համար հաճախ կուսակցական պատկանելությունը նշում են որպես նախորդ իշխանությունների հետ աշխատած, ապա ես նախորդ իշխանությունների ժամանակ աշխատել եմ 1.5 տարի եւ ԿՊ իշխանությունների ժամանակ աշխատել եմ 3.5 տարի։ Հիմա ես չգիտեմ խայթել Ինչպես։ Չէ, դուք պիտի պատասխանատվություն կրեք, հեսա կանդրադառնամ։ Այստեղ պարոն Ալեքսանյանը կես կատակ, կես լուրջ արդեն մի քանի անգամ
ակնարկներով կապված ինձ հետ կատարվածի, ինձ հետ եղածի հետապնդումների բանտարկության մասին նշեց, որ 60 հոդվածի հող է օտարվել։ Պարոն Ալեքսանյան, զուտ 60 հոդվածի հող օտարելը վարչական իրավախախտում է, քրեական որևէ հետևանք չի առաջացնում, այստեղ խնդիրը ավելի լուրջ է։ Ինձ մեղսագրել են մի արարք, որ ես լինելով իրավաբան, հիմնավոր եւ աներկբա իմանալով, որ դա 60 հոդվածի հող է, ես չարամտորեն դա մտցրել եմ ցուցակ եւ օտարողը ես չեմ, օտարողը ավականին է, բայց այստեղ կա մի եւ բոլոր տարիների իդեպ ԿՊ իշխանության տարիների վերաբերյալ է այդ քրեական գործերը։ Բոլոր տարիների հողային դրվագներով ամեն տարվա վերջին պարոն Հարությունյանը կիմանա յուրաքանչյուր համայնքի հողային հաշվեկշիռը հաստատում է Հայաստանի Հանրապետության վարչապետը։ Այսինքն, եթե իմ կատարած սխալը որևէ կերպ հանցագործություն է, ապա ինձ հետ պիտի որ հանցակից լինի նաև ամբողջությամբ այդ սխալները վավերացնողը, բայց դուք հիմա կասեք, որ դա անհեթեթ է, դա այնքան է անհեթեթ, ինչքան որ անհեթեթ է ինձ մեղսագրվող արարքները, այստեղ իհարկե իմ մասին չի այս ամբողջ երևույթը, բայց մի առիթով ես խոստանում եմ փաստաբանների միջոցով դատական լսումներից դուրս այստեղ կազմակերպել ինչ-որ, չգիտեմ, մամուլի ասուլիս, թե ինչ, որպեսզի մենք հասկանանք այս ինձ մեղսագրվող ու ընդհանրապես համայնքի ղեկավարների նկատմամբ ինչքան հեշտ է տարիներով թողնել բանտում եւ ասել մենք հիմա ստուգում ենք, տեսնենք այդ հողերը ճիշտ են օտարվել, սխալ են օտարվել եւ այսպես շարունակ։ Պատգամավոր Սոնա Ղազարյանը ի թիվս այլ պատգամավորների այստեղ քաղաքական բանտարկյալների մասին էր խոսում եւ ասում էր, որ ձեր իշխանության օրոք քաղաքական բռնաճնշումներ, քաղաքական բանտարկյալներ չկան, բնականաբար Տիկին Ղազարյան, դուք իրավասու եք եւ այդպես էլ պիտի լիներ, դուք այդպես էլ պիտի հայտարարեք որևէ երկիր, որը որ ներկայիս աշխարհում է գտնվում եւ ինքը Էրիտրեա կամ Ուգանդա չի, պիտի հայտարարի, որ իրենց մոտ քաղաքական բանտարկյալներ չկան։ Քաղաքական բանտարկյալները պետության կողմից տրվող տիտղոս չի, իդեպ նաև նշեմ, որ դա այնքան էլ պատվաբեր չի, որ մեզանից յուրաքանչյուրը դա ինչ-որ կուրս ծեծելով դրա մասին անընդհատ բարձրաձայնի, թե ես քաղաքական բանտարկյալ կամ քաղաքական ճնշյալ եմ։ Դա ընկալում է, դա հասարակության ընկալումն է, դա Եվրոպայի խորհրդի տարբեր կազմակերպությունների կողմից ընդունած ռեզոլյուցիաներից որևէ մի կետի համընկնումն է այդ մարդու քրեաիրավական պատասխանատվության, նրա քայլերի ժամանակագրության հետ, որը իդեպ հասարակությունը տարբեր սոցհարցումների միջոցով ընկալելիության առումով գրանցել եւ առաջ է տարել այդ թեզը, այնպես որ բնականաբար որևէ իշխանություն չի ընդունելու իր քաղաքական պատասխանատվությունը ներկա ժամանակաշրջանի քաղաքական բռնաճնշումների վերաբերյալ, ինչպես նախորդ որևէ իշխանություն չի ընդունել եւ այսօր դուք այստեղ բնականաբար ովքեր որ քաղաքական ճնշումների են ենթարկվել, այսօր կարողանում են դրա մասին բարձրաձայնել, մեջբերելով նաեւ եվրոպական դատարանների վճիռները, մեջբերելով արդարացման վճիռները, որը որ կատարվել է արդեն իշխանափոխությունից հետո։ Հիմա Փառք Աստծո մենք գնում ենք առաջ, ցանկացած իշխանություն ունի սկիզբ եւ ավարտ եւ ես հուսով եմ եւ վստահ եմ, որ ձեր իշխանությունից հեռանալուց հետո նաեւ այն քաղաքական բռնաճնշյալները, ովքեր որ ենթարկվել են քաղաքական հետապնդումների, իրենք էլ կկարողանան ձեզ նման նստել եւ ասել, որ մեր նկատմամբ կան այս կամ այն վճիռները եւ այլ, ինչը կարծում եմ ներկա աշխարհում ընդունելի է։ Ինչ վերաբերվում է համայնքների հետ կապված ֆինանսական բաղադրիչին, այստեղ քննարկվում է ֆինանսա-բյուջետային հանձնաժողովի նախագահի հարցը եւ ընդհանրապես որպես իշխող ուժ, որպես ֆինանսա-բյուջետային քաղաքականության վրա ազդեցություն եւ որոշումներ կայացնող ուժ, ես կհորդորեի մեծ ուշադրություն դարձնել համայնքների ֆինանսավորման բաղադրիչներին եւ դրա համամասնություններին։
Ես մասնակիցն եմ եղել միջազգային տարբեր խորհրդաժողովների, մաս եմ կազմել նաև Արևելյան գործընկերության քաղաքապետերի դաշնագրի ֆորումներին 30 վայրկյան, հա, եւ կուզենայի, որ մեր ֆինանսաբյուջետային հաստատությունները ու ֆինանսիստները ուշադրություն դարձնեին համայնքների ֆինանսական անկախության, համայնքների ապակենտրոնացման եւ նրանց ինքնուրույնության բարձրացման ուղղված ֆինանսաբյուջետային քաղաքականությանը տարբեր երկրներում Պարոն կներեք, բայց պետք է ավարտեք, տեղով էլ շատ ժամանակ է։ Լավ, հետո առիթներ կլինեն խոսելու։ Դիմի ժամանակ խոսել։ Այո, իհարկե։